Հարգելի քաղաքացիներ, պետական և սեփական հողամասերում ինքնական կառույցները կսեփականաշնորհվեն։ Համապետական ընտրություններից հետո ուժեղ Հայաստանի նոր Մարաշի թիմը կներկայացնի համապատասխան իրավաօրենսդրական նախագիծ, որի շրջանակներում այն ինքնական կառույցները, որոնք հաշվառվել են կադաստրի կոմիտեի կողմից, պետք է ստանան պետական գրանցում։ Այսինքն այն քաղաքացիները, որոնք երկար տարիներ տիրապետել են այդ գույքը, սակայն չունեն փաստաթուղթ, այդ գործընթացը կդրվի հստակ իրավական հիմքերի վրա։ Հիմա մեր քաղաքացիներից շատերը բախվում են տարբերատեսակ բյուրոկրատական քաշքշուկների և չեն կարողանում իրականացնել անշարժ գույքի մասով իրավունքների պետական գրանցում։ Երեկ Նոր Մարաշում տեղի ունեցավ հանդիպում Նարեկ Կարապետյանի հետ, և մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մեր կողմից ներկայացված փաթեթը կլրամշակվի և կներկայացվի Ազգային ժողովում Ուժեղ Հայաստան դաշինքի խմբակցությանը և դրան կտրվի իրավաբանական ուժ։ Այդ փաթեթի հիմնական նպատակն է, որ մարդիկ կարողանան իրենց սեփականությունը գրանցել և ազատ տնօրինել։ Իհարկե, մենք մի կարևորագույն պայման ենք ամրագրել, հաշվի առնելով մարդկանց սոցիալական իրավիճակը, որպեսզի փաթեթում լինի պայման, այսինքն ինքնական շինությունները, որոնք հաշվառվել են, պետք է մեր քաղաքացիներին տրամադրվեն անհատույց պայմանով, որ եթե նրանք իրականացնեն գործարք, ընդունենք վաճառք, ապա այդ պարագայում նրանք պարտավորվում են վճարել կադաստրային արժեքը։ Կարծում եմ, սա հրաշալի նախաձեռնություն է, և մեր քաղաքացիներն էլ շահագրգռված կլինեն, որպեսզի այս հարցը, որը տասնամյակներ շարունակ չարչարկվել է, հստակ լուծում ստանա։ Ուժեղ Հայաստան դաշինքը ունի այդ քաղաքական կամքը, շրջահայացությունը և բնականաբար ընդառաջելու է մեր քաղաքացիներին, որպեսզի կարողանանք մենք այս հարցը վերջնականապես լուծենք։ Լրացուցիչ հարցերի հետ կապված ես նորից անդրադարձ կանեմ այս թեմային, և մենք կարող ենք նաև ձեր առաջարկությունները լսել և կատարել վերջնական լրամշակում։ Շնորհակալություն։